Մայիսի 18-ին Արամ առաջին մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ։ Սա Կիլիկիո հայոց կաթողիկոսի առաջին պաշտոնական այցն էր նորընտիր քահանայապետին։ Կիլիկիո կաթողիկոսը Հռոմ էր ժամանել մայիսի 17-ին։ Ֆյումիչինո օդանավակայանում նրան դիմավորողների թվում էր նաև Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսության ներկայացուցիչ Տեր Խաժակ arczepiskopos Պարսամյանը, որն իր ներկայությամբ վերահաստատել է հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսությունների միջև տիրող միասնականության, փոխադարձ հարգանքի եւ համագործակցության ոգին։ Մայիսի 19-ին քահանայապետական Արևելյան ինստիտուտում, որը գործում է քահանայապետական Գրիգորյան համալսարանի կազմում, Արամ առաջինը հանդես է եկել հրապարակային դասախոսությամբ, նվիրված Մերձավոր Արևելքի եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերներին։ Համալսարանի ռեկտորի հրավերով դասախոսությանը եւ դրան հաջորդած ճաշին մասնակցել է նաև Խաժակ Սրբազանը։ Արամ առաջինի այցը Հռոմ կարևոր վկայություն է հայ առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև գոյություն ունեցող պատմական ու եղբայրական կապերի։ Խաժակ arczepiskopos Պարսամյանի մասնակցությունը այցի մի շարք միջոցառումներին եւս մեկ անգամ ընդգծել է Սուրբ Աթոռում հայկական եկեղեցական ներկայացուցչության կարևորությունը եւ միջեկեղեցական երկխոսության, բարեկամության ու համագործակցության նկատմամբ շարունակական հանձնառությունը։